զինվորի կյանքը դա մեր հայրենիքում ամենաբարձրագույն արժեք կրող հանգամանքներից մեկն է։ Անսարք մեքենան դուրս է եկել ճանապարհվել այնպիսի հատված, արդյոք զորամասի հրամանատարը տեղյակ էր դրա մասին, թե ոչ։ Մարդիկ, ովքեր մեղավոր են այս գործում, պետք է համաչափության սկզբունքով պատասխանատվության ենթարկվեն։ Մեղադրյալները դեռևս ցուցմունք չեն տվել։ Պատկերացրեք, որ այդ մեքենան հայտնվի ականապատված տարածքում ինչ հետևանքներ կարող էր ունենալ։ 2024 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Ուրալ մագնիշի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էին, իսկ 19 զինծառայող տարբեր աստիճանի վրացվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Օրերս հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ էր։ Համակարույց դեպքով ծնողներից մեկը ըստ էության դատարանում վրդովմունքով պահանջում էր պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, որոնք մեղավոր են իրենց երեխաների մահվան մեջ։ Մենք եւս գտնվում էինք հակակոռուպցիոն դատարանում, մայրը լացակումած արդարություն էր պահանջում։ Այսօր կզրուցենք փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ կապված այս քրեական գործի բոլոր հանգամանքների մասին, թե ինչից են դժգո մահացած զինծառայողի ծնողները, արդյոք պատասխանատուները ընդունում են իրենց առաջադրած մեղադրանքները, թե ոչ, եւ ի վերջո ինչն է այսօր այս գործով ամենախնդրահարույցը, որը ըստ էության նաեւ տեսնում են փաստաբանները։ Պարոն Մարտիրոսյան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը եւ գտնվում եք մեր տաղավարում։ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ էր, երբ լրագրողները մեկ այլ գործով դատական նիստին էին, անմիջապես լացի ձայները լսելուց հետո շտապեցին մեկ այլ նստավայր, որտեղ իսկապես ծնողի այդ լացի ձայնը, այդ մտահոգությունները, այդ բարձրաձայնումները եւ այդ հուզական վիճակը շատերին մտահոգեց, թե ինչ է կատարվում այս դեպքով։ 2024 թվականի Ուրալի դեպքը, հիշում եմ, կադրեր էին հավաքվել, այդ թվում նաև մեր լրատվամիջոցը հրապարակեց կադրերը, թե անսարք միջակայքում գտնվող Ուրալը ինչպես էին շահագործել եւ ինչպես էին տարել եւ զինվորների կյանքը վտանգի ենթարկել։ Դուք այս գործով կներկայացնեք, թե ում եք պաշտպանում։ Ես ներկայացնում եմ տվյալ տրանսպորտային միջոցի Ուրալ մագնիշի մեքենայի ավագի շահերը։ Ավագը եղել է վարորդը։ Չէ, ավագը եղել է կապիտան Պողոսյանը։ Կապիտան Պողոսյանը, մեղադրյալի կարգավիճակում է։ Ճիշտ է։ Ինչ է կատարվել։ Ինչ է տեղի ունեցել։ Ասում էին անսարք է եղել, ղեկավար կազմը ըստ էության իմանալով, որ մեքենան անսարք է, բայց զինվորներին խումբը նստեցրել են Ուրալ մագնիշի մեքենան եւ ասել են, որ պետք է գնաք դիրքեր։ Տեսեք, միանշանակ ամբողջական պատկերը ներկայացնել սխալ է, այն պատճառաբանությունից ելնելով, որ դեռևս մեղադրյալները չեն հարցաքննվել։ Հարցաքննվել են դժողները, վկանները, մնացել են 3 անձինք եւ ես կարծում եմ նրանց ցուցմունքները էական փոփոխության չի հանգեցնելով գործի ընդհանուր պատկերի նկատմամբ։ Իսկ որ մեքենան գտնվել է անսարք եւ անսարք վիճակում է գնացել հերթափոխի, արդեն իսկ քրեական գործով բազմաթիվ վկաներ ցուցմունք են տվել դրա մասին։ Մեղադրվում են մի շարք անձինք, այդ թվում ավտոծառայության, սպառազինության գծով հրամանատար տեղակալները, իմ պաշտպանյալը վարորդը եւ այլն։ Բայց տեսեք, ձեր նախաբանի հետ կապված ուզում եմ մի դիտարկում անել, որ ոչ միայն ցավը այդ դժողի մոտ է, այլ նաև մեր մեջ, մեղադրյալների մեջ եւ մեր մեջ, հատկապես նրանում, որ զինվորի կյանքը դա մեր հայրենիքում ամենաբարձրագույն արժեք կրող հանգամանքներից մեկն է։ Եվ պետք է ընդհանրապես պաշտպանության բանակում բացառվեն նման տեսակի դեպքերը։ Սա մեր մեղքի արդյունքն է, որ անսարք մեքենան դուրս է եկել ճանապարհվել այնպիսի հատված, որը ըստ էության ամենավտանգավոր գոտի է իրենից ներկայացնում աշխարհագրական դիրքով պայմանավորված։ Սրա նկատմամբ բոլորը պետք է առավելագույն ուշադրություն դարձնեն։ Եվ եթե կան
մարդիկ, ովքեր մեղավոր են այս գործում, պետք է համաչափության սկզբունքով պատասխանատվության ենթարկվեն։ Դուք կարծում եք, որ կան մարդիկ, որոնք որ ըստ էության պատասխանատվության չեն ենթարկվել, պարոն Մարտիրոսյան։ Տեսեք, միանշանակ այս պահին դժվար է այդպիսի գնահատական տալ, ինչու, որովհետև մեղադրյալները դեռևս ցուցմունք չեն տվել։ Կոնկրետ հերթափոխը տեղի է ունեցել Զորամասի հրամանագրի միջոցով։ Իսկ անսարք մեքենան իր հրամանի կատարման արդարացի միջոց չէր, հիմնավոր միջոց չէր։ Եվ հարց է առաջանում, արդյոք Զորամասի հրամանատարը տեղյակ էր դրա մասին, թե ոչ։ Հարցաքննվել է նախաքննության փուլում հրամանատարը։ Չնայած նրան, որ նա դատարանում ցուցմունք է տվել, Այո։ ու նշել, որ ես ունեմ ենթականներ, ենթականներն էին պարտավոր ստուգելու, իսկ գործի հանգամանքները ցույց են տալիս, որ այդ մեքենայի անսարքության մասին տեղեկությունը շատ վաղուց էր հայտնի Զորամասի տարածքում։ Այդ թվում եւ նաեւ հրամանատարին։ Միանշանակ։ Այնուամենայնիվ մեղադրյալների ցուցմունքները ավարտելուց հետո ընդհանուր պատկեր կձևավորվի, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետև այս կապը դեռևս գտնվում է մշոտ վիճակում։ Մեղրի ուրալը։ Հələ մի րոպե էլի, ընդմիջում ա դուք ներողություն եմ խնդրում Մեղրի Զորամասի դեպքին Մայրիկ ջան, Էմրոսման, դուք վատ վիճակում եք, բայց դուք Մեղրի Զորամասի Ուրալի այդ վթարի դեպքին լրատվամիջոցները անդրադարձել են ուղղակի մենք ձեր ձայները լսեցինք, ներողություն ենք, էլի խնդրում, ձեր որդին է, հա Եթե վիճակի չեք զրուցելու, հետո կխոսենք։ Ay mortinal, viene Cataluriseli, ena xexali krugu tarakena. Sali tarak sesin zona. İnak sağmınatin menene xeki krugu kenan. Esan kalisen isteosmen mekme xamor çek. Baba ne xamor. Ama ne xamor bori tasak mekina tavele. Դուքում եք մեղադրում։ Բոլորին ովքեր են նստածեն, բոլորն է տեղյակ են եղել, որ այդ մեքենան անսար կա, ու ոչ մեկ հիմա միշտ չի եկանում։ Իսկ ովքեր են այստեղ նստած դատական դարիճում։ Չեմ կարող ոչ մեկ անունեն ասեմ, չեմ հիշում արդեն։ Պաշտպանության նախարարությունից մարդիկ կան այստեղ։ Չէ, չկան։ Հրամանատարն է եղել պատասխանատուն, թե ովքեր են եղել Զորամասում։ Չգիտեմ ով է եղել, բայց դիրքեր բարձրանալուց առաջ բոլորն է տեղյակ են եղել, որ այդ մեքենան անսար կա, բայց մեկը հանել են։ 5 տարի այդ մեքենան չի շահագործվել, բայց իրանք հանել են դիրքեր, 20 քանի զինծառայող լցրել են մեջը։ Իմ երեխեն նստած է եղել իր կասկայի ուսապարկի վրա։ Միջև ձորը գնել է, երեխեքին 20 քանի հոգին լցրել են այդ փոքր տեղը ու գնաց են շուտ գցել են ձորը շուռ այն տվել մեքենան։ Թիվ 1 պատասխանատուն ըստ էության ուզում եմ հասկանամ, էլի, այսինքն զինվորական հրամանատարական կազմի Այո, ամենափոքրությունն է։ բոլորն են պատասխանատու են, զինվորական կազմներ, իրաց հրամանատարներ, մեքենա հանողներ, բոլորն է պատասխանատու են։ Բոլորը։ Բան միակ մարդ որ կա այդտեղ պատասխանատու չպետք է լինի
եթե զինվորն է, ու որ մեքենան տվել են, ասել են դուրս արի զինվորներին հետ բեր։ Իրան կարգադրել են, այո։ Կարգադրել են, իսկ ինքն որպես զինվոր կատարել է հրամանը։ Հիմա ինքը մեղադրյալի կարգավիճակ Այո, ունի։ հիմա ինքն էլ է մեղադրյալի կարգավիճակ։ Մայրը ասում էր, որ իրարամերժ մեկը մյուսին հակասող բաներ են ասում, ի վերջո չկան մեղավորները, իրենք երեխա են տվել հայրենիքին, բայց այսպիսի անպատասխանատու, մեկն ասում է այսպես է, անարդարության զգացում կար, պարոն Մարտիրոսյան, որ ըստ էության գործը դատարան է հասել, բայց մարդիկ անգամ դատարանում վստահ են, որ արդարություն չի լինելու։ Ծնողի վրթովմունքը դա է, որ բոլորն են մեղավոր, բոլորն են պատասխանում։ Ինչ ես գալիս, ասում չգիտես, ինչ ես գալիս, խոսում, ասում, որ տեղակ չես եղել, բոլորդ էլ լավ տեղակ եղել, թե ինչ է կատարվել ու տարակ մեր երեխաների գլուխը կերակ։ Այսպիսի հայտարարություններ էր անում մայրը։ Տեսեք, ես մոր արված հայտարարությունների մտահոգվող մի մասն եմ կարող ընդունել, մի մասը այդ մտահոգությունները պարզապես գնահատելու ոչ ճիշտ հանգամանքները ոչ ճիշտ գնահատելու արդյունքով է պայմանավորված։ Այնուամենայնիվ, որ այդ մտահոգությունը կա, մոր մոտ սա միանշանակ է։ Միանշանակ է, ակնհայտ է, որ ասած մեքենա է դուրս եկել երթի։ Ձեր պաշտպանյալը ընդունում էիք մեր նրան առաջադրած մեղադրանքը, պարոն Մարտիրոսյան։ Իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նախ իմ պաշտպանյալը նշանակվել է տվյալ մեքենայի ավագ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 768, եթե չեմ սխալվում, հրամանի խախտման միջոցով, իմ պաշտպանյալն իրավունք չունեին նշանակելու որպես տվյալ մեքենայի ավագ այն պայմանով, քանի որ նա համապատասխան դասընթացներ ու վկայական չի ստացել։ Այսինքն պաշտպանության նախարարը տվել է մի հրաման, որը անձը այդ հրամանը ի պաշտոնը չի կարող կատարել։ 98 թվականին արձակված հրաման է, ընդ որում այդ հրամանը արձակվել է նույնանման դեպքի հետ կապված։ Եվ դրանից հետո, օրինակ, ռազմական ոստիկանության աշխատողները մեքենան առանց ավագի կամ ավագի ով չունի համապատասխան վկայական հայտնաբերելու դեպքում միանշանակ կանգնեցում ու դադարեցում է նրա երթում։ Այդ ժամանակ ով է եղել պաշտպանության նախարարը, երբ նման հրաման է տվել, որ ձեր պաշտպանյալը պետք է այդ մեքենայով դիրքեր բացասներ։ Դա հին հրաման է, 98 թվականի հրաման է, որը որ ըստ էության դեռևս գտնվում է ուժի մեջ։ Այս մասով դիմել եք համապատասխան կառույցներին, օրինակ նույն հաջողության պաշտպանության նախարարություն, որ այս հրամանը կարող է շատ զինվորների ճակատագրի ողբերգական հետևանք արդեն ձեռք են բերել, այո, եւ ապացույցների հետազոտման լրացման փուլում ես կներկայացնեմ դատարանին եւ իսկ այդում իմ դիտարկումները կանեմ։ Տեսեք, մենք չնայած այդ ծանր դեպքին, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ նաև հնարավոր էր ավելի ծանր վնասներ։ Նկատենք, որ այստեղ այդ մեքենայի ճանապարհից դուրս գալու եւ ձորը գլորվելու հանգամանքը պայմանավորված էր նաև իմ մեքենայի ավագի, իմ պաշտպանյալի գործողության արդյունքով, որտեղ իմ պաշտպանյալը գիտեր ու տեղյակ էր, որ դիմացի հատված ու ականապատված տարածք է։ Այո։ Իսկ դուք պատկերացրեք, որ այդ մեքենան հայտնվի ականապատված տարածքում ինչ հետևանքներ կարող էր ունենալ։ Զորքը քանիսն էին եղել, պարոն Մարտիրոսյան, որ տանում էին դիրքեր։ 52 հոգի ընդհանուր կազմը այդքան էր։ Իրավունք ունեին այդ Ուրալի մեջ այդքան անձ գտնվեր։ Ոչ միայն իրավունք չունեին, այլ նաև զինվորականները նստած էին իրենց կասկանների վրա, սաղավարտների վրա, իրենց բաճկոնների վրա, մի խոսքով հարմարեցված չէր այն աստիճան, որ օրինակ զինվորականները պետք է նորմալ տեղավորվեին այդ մեքենայի մեջ։ Բացի այդ, կար այնտեղ զենք, զինամթերքներ, արկղներ, ինչը խանգարում էր նորմալ օրինակ նստելու համար։ Միանշանակ այդ երթուղի անօրինական երթուղի էր։ Պարոն Մարտիրոսյան, այսինքն ձեր պաշտպանյալը ըստ էության նախաքննության ընթացքում ասել է, որ մենք կարող էր հետևանքները շատ ավելի ծանր լինել։ Տեղանքը լիմանալով կարող էր Ուրալը գնար ականապատված վայր։ Այո, նա հանդես է եկել ծայրահեղ անհրաժեշտությամբ, ուրեմն տրամաբանությամբ, որ եթե
անգամ մինչև ականապատված դաշտ չգնար մեքենան, այնուամենայնիվ նրա թեքությունը այն աստիճան էր, որ մեքենան գլորվելու էր աջ կողմի վրա։ Իսկ այսպես միայն ուղիղ հարվածի արդյունքում են տեղի ունեցել։ Նա արել է անհրաժեշտ գործողություններ, որպեսզի հնարավորինս քիչ լինեն վնասները։ Բայց միևնույն ժամանակ նա նշանակվել է ավագ, որը որ չպետք է նշանակվեր։ Դուք կարծում եք ոչ օբյեկտիվ քննություն է եղել, պարոն Մարտիրոսյան։ Տեսեք, ներկա փուլում նման եզրահանգման չեմ կարող գալ, բայց Մեղադրյանի ցուցմունքներից հետո ինձ համար արդեն հայտնի կդառնա, թե Զորամասի հրամանատարը պետք է նստած լիներ դատարանի դահլիճում Մեղադրյանի կարգավիճակով, թե ոչ։ Իսկ նախաքննության ընթացքում ինչ են ասել։ Մեղադրյանները չկան ուղղակի այնպիսի ցուցմունքներ։ Դուք կարծում եք, որ դատարանում իրավիճակ է փոխվելու։ Չի բացառվում։ Տրամադրությունները այդպիսի տպավորություն են թողում։ Իսկ հրամանատարը հիմա շարունակում է պաշտպանության նախարարությունը պաշտոնավարել։ Կասեք անունազգանունը հրամանատարին։ Պարոն Մարտիրոսյան, ի վերջո սպասում եք մեղադրյալների կոնկրետ ցուցմունքներին, որից հետո պարզ կլինի, թե այս ողբերգական դեպքով ովքեր են բուն պատասխանատուները, որոնք այս պահի դրությամբ ըստ էության ազատ են։ Շատ քիչ է մնացել, մենք այս մի քանի վկաների հարցաքննությունից հետո արդեն կանցնենք Մեղադրյալների ցուցմունքներին, իմ պաշտպանյալը նախնական դատական նիստում արդեն իսկ հայտարարել է, որ ցուցմունք է տալու եւ այդ դիրքորոշումը մենք նաև պնդելու ենք այս ապացույցների հետազոտելուց հետո եւ ցուցմունքներ ենք տալու դատարանում։ Ինչը որ չեք տվել նախաքննության ընթացքում։ Տվել ենք նախաքննության ընթացքում, սակայն ավելի հանգամանորեն ենք ցուցմունք տալու։ Այդ թվում մեր կողմից կատարված գործողությունների մասին, այդ թվում մեքենայի անսարքության հետ կապված խնդիրների մասին ամբողջական ցուցմունքներ ենք տալու եւ մենք մտադրված ենք, որպեսզի այս դատական քննության արդյունքներով միայն ու միայն արտարացի դատական ակտ կայացվի, անկախ նրանից դրանում մեղավոր կլինի իմ պաշտպանյալը, թե ոչ, սա այն հատվածն է, որ բոլորս պետք է անհրաժեշտ չափով հոգացություն ունենանք։ Բանակը դա մեր սրբազան արժեքն է եւ զինվորի կյանքը անգերազանցելի արժեք։ Հետեւաբար մեր բոլոր գործերում պետք է գերիշխի այդ տրամաբանությունը։ Շնորհակալ եմ, մենք եւս կհետևենք, որովհետեւ ըստ էության, որքանով հասկացա, այդ դատական նիստերը առաջին անգամ չէին, որ նման լարված մթնոլորտում եւ զոհված զինծառայողների ծնողները եւս դատանում պարբերաբար մեծ տեղակ պահեցին, նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները, որ պարբերաբար այսպիսի լարված մթնոլորտում է անցնում եւ հարազատները արդարություն են փնտրում։ Մենք ինքներս նաեւ հետեւողական կընկնեն, ինքս լինելով նաեւ պարբերաբար հակակոռուպցիոն դատարանում, այսօր ներկա կգնամ այս դատական նիստին հասկանալու համար, թե ինչպես է հետագա ընթացքը լուծվում։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Մարտիրոսյան, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում մեղադրյալների ցուցմունքների ժամկետն ենք տեսնենք, թե մեղադրյալների ցուցմունքը տան։ Իրենք էին այն անձիկ, որ ըստ էության խաղության նոխած դարձան, թե ավելի վերևներում է խնդիրը, իրենք կրողներն են այս իրավիճակի։ Շնորհակալ եմ ձեզ այս հարցազրույցի հետ կապված, դա ակնհայտորեն ցույց է տալիս ձեր հոգաչափան հանգստությունը մեր բանակի կարգապահության նկատմամբ։ Իհարկե դա մի գիտակցում կա, որ բանակը սա մեր համար անգերազանցելի արժեք պարունակող միջավայրն է եւ բոլորիս պարտականությունն է առավելագույն հոգաչափությամբ հոգ տանենք անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում մեր բանակի մարտունակությունը կարգապահության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ, որովհետեւ դրանք երաշխավորում են մեր անվտանգությունը։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։